Անուն հոր եւ որդվո եւ ոգվույն սրբո ամեն արդ արցագե կուդեր կուզարատ որ խաությամբ մեկնի որովհետև աչքով ստեսա բրգությունը որպես լույս հեթանոսները լուսավորելու այս բարերը սիրելի հավատացյալներ քիչ առաջ Կերաբադիվ հայր սուրբը գարտած Ղուգասու ավետարանին մեջ են եւ այսօրվա թեփքը ներկայացուց թե ինչու կգոչվի դյար ընտարաջ այս թեփքը արձանագրված է միան Ղուգասու ավետարանին մեջ մույս 3 ավետարանիչները չեն հիշեր եւ գսե Հովսեփ եւ Մարիամ ըստ եբրայական օրենքներուն որ գսե ամեն արուզավակ որ գծնի 40-րդ օրը որ գսե օրենքի համաձայն մակրակորձումը կգադարվի թե մորը եւ թե երեխային հաջորդ օր զինք կբերեն դաջար Աստծո ընձայվելու համար Եվ ճիշտ այդ օրը Մարիամ եւ Հովսեփ հարկելով եբրայական կանոնակրությունը Հիսուս մանուկը կբերեն դաջար ընձայելու համար Դաջարի մեջ անոնք կդիմավորվին երկու անձերու կողմէ Մեկուն անունն է Սիմեոն իսկ երկրորդը Աննա Սուրբ կրքի մեկնիչներ մեզի կբացատրեն հետևյալը թե այդ օրը Սիմեոն եւ Աննան գխորհրդանշեն 5 դագարանը իսկ Հիսուս մանուկ գխորհրդանշե նոր դագարանը եւ հետեւաբար այդ օրը միացումը դեղի կունենա 5 դագարանի եւ նոր գդագարանի հոն վերջագետը գտրվի 5 դագարանյան օրենքներուն եւ Հիսուս մանուկով նոր դողմը գսկսի որ պիտի լագսե լույս հեթանոսները լուսավորելու հետեւաբար եթե բահմը Փորձենք վերլուծել Սիմեոնի այն խոսքը, որ գսե ով դեր արցագե կուզարատ, որ խաությամբ մեկնի եւ երթա, որովհետեւ իմ աչքերովս դեսա այն լույսը, որ պիտի լուսավորի ամբողջ աշխարհը, մարդոց բրգակորձության խորհուրդը պիտի իրականացնե, հեթանոսները պիտի լուսավորվե եւ ամբողջ աշխարհի բրգության լույսը պիտի հանդիսանա Իսկ երկրորդը Աննան որ Մարգարեի ուհի անունը կդրվի իրեն Աննան ինչպես ասվեցավ Փանուելի ցեղեն գին մներ որ իր կյանքի մնացած օրերը նվիրած էր դաջարին Աննան նաեւ եթե գհիշենք բատնությունը որ ինչպես Աստվածամայրը 3 տարեկանին դաջար ընձայեցին իր մայրը Աննան եւ հայրը Հովագիմը դաջարին մեջ Աննան երկար դարիներ խնամեց փոքրիկ Մարիամը անոր հաղոթել սորվեցուց անոր դաջարը մաքրել սորվեցուց Անոր մարդոց դաջարին մեջ սիրալիր թիմավորել սորվեցուց եւ այն օրը Աննա Մարգարեին նաեւ ուրախ էր որովհետեւ իր սանուկը դեսավ Մարիամը որ աշխարհի փրկիչը ծնած էր եւ բերած էր դաջար ընձայելու այս բոլոր խոսքերը գսե ավետարանիչը Մարիամ գլսեր եւ իր հոգին մեջ կբահեր
Այդ բոլոր ըսվածները եւ լսվածները Մարիամ օրը Քրիստոսի խաչապայդին արչև իր միածին որդին խաչապայդին արչև ձունգի եկավ եւ բոլորը ագնթարթը իր մդաբաստարեն անցավ այդ բոլոր խոսքերը թե Կապիել Ռեշտագին ավեդումը թե Սիմեոն Մարգարեին խոսքը թե Աննա Մարգարեին այն խոսքը, որը սվեցավ Քրիստոսի համար։ Հետևաբար, մեր եկեղեցին, կամ քրիստոնեական, ընդհանրական եկեղեցին, այս օրը գդոնախմբե որպես լույսի հայտնություն։ Հիմա շատեր կուզեն այս լույսի հայտնությունը հեթանոսական գրոնքի գաբել, բայց անոնք չարաչար գսխալին։ Այո, մենք ավանդություններ ունենք, ինչպես գսե նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին Գաթողիկոսը, որ այս դարի հրճագած է հավատքի վերանորոգման դարի, մենք ավանդությունները գհարկենք միայն, ավանդաբաշտ ժողովուրդ չենք, այլ ավանդություններուն մեջ են դուրս կհանենք այն գեղեցիկ գաղափարները, այն գեղեցիկ սովորությունները, որոնք մոռացության պիտի ենթարկվին։ Հետևաբար քիչ հետք մենք պիտի տեսնենք արարողության շարունակությունը։ Խորանին վրա մոմ վարած է, եթե կնշմարեք բոլորդ, այդ կխորհրդանշե Քրիստոսը։ Իսկ հոս Գետրոնը գրագալին վրա տրված ձայգներուն մեջ են երևցող այս մոմը գխորհրդանշե մեր ժողովրդի հավատքը։ Հետևաբար մենք խորանեն քիչ հետք հայ սուրբի նախագահությամբ այդ լույսը պիտի իջեցնենք եւ պիտի տնենք այս գրագալին վրա նաեւ վարենք այս մոմը, որ մեծ դուք նաեւ որպես Քրիստոսեն եկած լույս այն կաղապարով պիտի առնեք եւ դանիք ձեր դուները։ Հետևաբար ձեր դուները կդանիք խորանեն իջած լույսը, ոչ թե քիչ հետք եկեղեցու շրջապագին մեջ վառվող խարույկը։ Այդ մեկը չէ, որ պիտի լուսավորե ձեր դուները եւ ձեր հոգիները, այլ խորանեն իջած աստվածային օրհնությամբ օծուն անլույսն է, որ պիտի դանենք եւ լուսավորենք մեր դուները։ Հետևաբար թող այս դոնը լուսավորե մեր խավարած մտքերը, մեր խավարած հոգիները եւ այս դարին ամբողջ մեզի համար լա հավատքի վերանորոգման լուսավորված Քրիստոսի լույսով դարի, որովհետեւ կարողանանք այս դժվար աշխարհին մեջ ուր բادرազմներ, ուր մարդկային անհամացայնություններ, ուր թավաջանություններ, ուր հալածանքներ կգադարվին, մարդը մարդու թեմ ելած է, ինչպես հաջող կհիշեմ Մատթեոսի ավետարանի 24, 25 եւ 26-րդ գլուխներու մեջ արձանագրվածները գիրականանան, թող Քրիստոսի լույսը բարադե խավարը, ինչպես կսե Սուրբ Գրիգոր Նարեգացին, բարադե մուկը, ամբերը եւ Քրիստոսի լույսը լուսավորե մեր բոլորի կյանքը եւ լուսավորե մեր զավակներուն ճանապարհը, որովհետեւ անոնք ընթանան դեպի խաղաղանքիստ։ Հետևաբար այս արդիվ գուզենք շնորհավորել, թեև շատ քիչեր ունին այս անունները, Սիմեոն եւ Ձերուն եւ Աննա անուն գրող բոլոր հավատացյալները, թող Աստված լուսավորե անոնց մտքերը, հոգիները եւ ձեզ բոլորդ բահե, բահբանե իր խնամս մարտասիրության յուրո, այժմ եւ միշտեւ ավիդյանս ավիդենից ամեն։